Բարսիկները չեն էլ թաքցնում, որ Հայաստան ավելի վստահելի երկիր է կամ հարևան է, քան Ադրբեջան։ Որը գասկած չկա, որովհետև հյուսիս-հարավ հարաբերությունները արդեն հիմա զարգանում են եւ շատանում են։ Ես նոր ուղղակի Եղեգնաձորից վերադարձա, գրնամ վստահեցնել, որ ատկան շատ բեռնադար մեքենաներ Բարսկաստանից կյանքիս մեջը չեմ տեսել։ Միայն այդ կարճ հատվածում։ Այսինքն 2 ժամվա մեջ ես 30-ից ավելի բեռնադար մեքենաներ տեսա, որոնք ավելի շատ Բարսկաստանից դեպի Հայաստան եւ իհարկե Ռուսաստան էին մեկնում։ Դե դրանում շահագրգռված է նաեւ Հայաստանը։ Իրան-Հայաստան ճանապարհը, եթե ծրագիրը ժամանակին ավարտվի, կլինի ավելի մատչելի եւ ավելի լավ։ Ամենամեծ թունելն է կառուցում Հայաստանում Իրան տանող ճանապարհի վրա։ Եթե Հայաստանը շահագրգռված չի Իրանի հետ այդ ճանապարհը ամրացնելու, շահագործելու, այդ դեպքում ինչու պետք է շահագրգռված լինի այդ ճանապարհին ընդդեմ ձեր պատկերացմամբ թրիփով։ Որովհետև ամերիկացին կա։ Եվ այդ ամերիկացին մեզ ասում է այդ հյուսիս-հարավը մի կառուցեք։ Ամերիկացին չի ասում հյուսիս-հարավը մի կառուցեք, բայց ամերիկացին հոն է լինելու։ Եվ սա խաղալիք չէ Բարսկաստանի համար, որովհետև այդ դնդեսական նկատի ունեք ամերիկյան զորքն է այնտեղ լինելու, որից Իրանը իհարկե պետք է անհանգստանա։ Մենք ինչ գիտենք նվեր։ Դե մեր երկիրն է, մենք չգիտենք ինչ։ Ես չեմ գիտեր, եթե մենք գիտենք։ Հենց սա դա խնդիրը։ Ինչպես որ հենց հիմա մենք չգիտենք, թե ով է ընդհանրապես մեր երկրի մեջ ֆրֆրում։ Չենք գիտեր մենք ով է։ Մեր երկիրը դարձել է աշխարհի քաղաքնի սպասարկությունների կենտրոնը։ Այդ կասկածանք է, թե դուք ինչ որ տվյալներ ունեք։ Ոչ տվյալներ ունեմ, կասկածանքից մի քիչ ավել է։ Կասկածանքից մի քիչ ավել է։ Հիմքերը ոչ մենք չէինք կորսունսուներ Ղարաբաղը, սա ուզեմ որ ցեզ ասեմ։ Դե Ղարաբաղի, եթե վերադառնանք Ղարաբաղյան զրույցին, Ղարաբաղի կորուստը շատ մեծ պատմություն է եւ անհայտներով եկող, թեև ոչ էլ անհայտ է, ասենք։ Այդպիսի կոնֆիգուրացիայի դեմ Հայաստանը անզոր գտնվեց իմ պատկերացմամբ։ Այդպես էլ եղավ։ Այդպես էլ եղավ։ Հիմա պետք է այդ նույն թակարդը երկրորդ անգամ չընկնել ընդամենը։ Բայց արդեն լարված է թակարդը բոլոր կողմերից։ Մենք ինալու ժամանակ չունենք, մենք ինգել ենք շադոնց, մենք լողում ենք այդ թակարդի մեջ։ Սա է բան խնդիրը, դժվար խնդիրը, որ մենք այդ 12 հուլիս 2020-ից հետո ընդհանրապես մերկացանք եւ չկարողացանք թե անոր առաջ, թե անոր ընթացքին, թե անոր վերջը անմիջական թասերը քաղել, թե ինչպես պիտի պաշտպանեինք ինքնին։ Մենք չարեցինք ոչ մի բան։ Ես դրա հագնտեմ հարցն եմ ուզում բարձրացնել։ Պետք է կարգավորել հարևանների հետ հարաբերությունները։ Անպայման, անոր վրա գասկած չկա, բայց պետք չէ կարգավորել ուղղակի շարունակելով երկու կողմե ուղված զենքը մեր գլուխին բանով քերիացումով մենք քերին ենք դարձել այս Դամոկլեսի սուրի դեսագետից եւ մենք չենք կարողանում ընդհանրապես մեր ճիշտը արջև դանել։ Մենք ստիպված ենք շարունակ զիջել թիմացինին, մեր հագարագործներին, ակնկալիքներուն, շարունակ։ Եվ այս տեսակ հաշտեցում չի կրնար դեղի ունենալ, սա հաշտեցում չի, սա բատանդ կդրած ենք մենք ասոնց ձերքը։ Մի մասնավոր հարց ունեմ, որի պատասխանը ինձ շատ հետաքրքրում ձեր կողմից, որովհետև ավարտելու ենք արդեն։ Ռուբեն Վարդանյանը ներկայացվել է Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թվականի մրցանակի։ Կօգնի այս հանգամանքը Ռուբեն Վարդանյան։ Անպայման։
որ մի քանի պատճառներով ամենակարևորը այն է, որ ընդհանրապես բարձրացվում է Ռուբեն Վարդանյանի դեպքը եւ Ռուբեն Վարդանյանի դեպքը բարձրացնելով նաեւ Ղարաբաղի բոլոր մյուս քրիներու իրողությունը նախ եւ առաջ իրողությունը գդարածե մարդկանց մոտ եւ հետո նաեւ իրավունքները եւ եթե իրենց իրավունքները ընդհանրապես բարձրացվին Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքները նաեւ կբարձրացվին սակայն Ալիևը մինչև այսօր ինչ է արել ինքը թքած ուներ ներողություն արտահայտությանս համար ինչ որ գվերապերի միջազգային իրավունքի հարաբերությունները դե Եվրախորհրդարանից դրա համար էլ հրաժարվել օրինակի համար բայց միայն դա բանը չի բادرազմի այսինքն 2020-ի բادرազմի 44 օրվա էթնիկ զդման իրականությունը 2022-ից 2023 դա ինքը արեց բացեի բաց մադրիդյան բատկամների իթեմ եւ բոլորովին անդեսելով իրեն ունեցած բարդականությունները ինչու որովհետեւ ինքն ալ Թրամփի մտածելակերպի մեջ մտավ այդ տեսակետից որ իրավունք ունի ով ուժու ունի Դուք չեք կասկածում, այ կասկածանք այստեղ է պետք իրարել, որ նրան մինչև այդ թույլ չէին տալիս, հետո թույլ տվեցին։ Իհարկե, երբ որ դուք այդ տեսակ կացության մեջ գմտնեք, ուր որ այդ հնարավորությունը դուք գերդում եք, այդ հնարավորությունը գերդում եք արդեն 2013-ից հավաքելով ընդհանրապես ռազմամթերք եւ այլն, մեկը չի համարցագիր այդ տեսակ մի բան անել, եթե այդ վստահությունը չունի, որ օր մեջը օրը այդ ռազմամթերքը պիտի կործածի։ Եվ բոլորից է, թե Ուկրաինայից, թե Ռուսիայից, թե Իսրայելից, թե Թուրքիայից, այդ տեսակ գացության հասավ, ուր որ հուլիսյան հագամարտությունը դավուշում ոնց որ Ֆինլանդիայի բادرազմի հասկացողությունը ստեղծեց 1936-ին Ֆինլանդիայի եւ ոչ Ռուսաստան ՍՍՍՐ-ն հա այսինքն սա հասկացնել դարիս է որ մենք խապվեցանք բոլորովին եւ ծեր հարցումին հստակ պատասխանը իհարկե որ Ալիևը կանանչ լույսը ստացավ բայց առաջին հերթին կանանչ լույսը ստացավ Թուրքիո հետ համախոհությունը ստեղծելու եւ չմոռանանք 12 հուլիսի բادرազմից հետո կարևորագույն կադրերը Փանագի Ադրբեջանի Անկարա կացին եւ այդտեղից ստացան հրահանգը թե ինչպես շարժվել, ինչ առաջ տանել, ինչ առաջ խփել եւ այլն եւ այլն եւ այլն մենք ենք որ նաիվ գտնվեցանք բոլոր այս ասպարեզներում Շնորհակալություն որ եկաք Շնորհակալություն ցես նվեր